Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն է, ողջույն, պարոն Թադևոսյան։ Վերջին ամիսներին հայ հանրության, այսպես դիսկուրսային տարածքը գրավել է աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների միջև հարաբերությունը, վերջին գիտեք իրադարձությունը այն էր, որ վարչապետը եւ 10 եպիսկոպոսներ հանձնախումբ են ստեղծում եւ վերնագիրը հայ-առաքելական եկեղեցու բարենորոգման ծրագիր, կաթողիկոսի հեռացում, նորի ընտրություն եւ այլ։ Ընդհանրապես դուք ինչպես եք դիտարկում այս process-ը։ Անկեղծ ասած, ես եկեղեցու հետ կապված այս խնդիրը դիտարկում շատ լայն կոնտեքստում, այն լայն հասարակական կոնտեքստում, հասարակական գործընթացների, որտեղ մեր հասարակությունը արդեն մի 5-6 տարի է գտնվում է փոխանցման մի տիպից համակեցության մի ձևից մեկ այլ ձևի անցման տիպում, անցում բառը մի քիչ ծեծված է այն իմաստով, որ սովետականից հետ սովետականի համար էին կիրառում, բայց սա այդ անցումը չէ, այլ խոսքը այն է, որ մեր մոտ տեղի ունեցել եւ սերնդափոխություն, եւ սերնդափոխության հետ միասին մտածողության եւ արժեքային, այսպես ասած, լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Միգուցե մենք դրա մեջ ենք եւ սահուն, որ անցնում ենք, շատ տենց չենք նկատում այդ փոփոխությունը, բայց երբ որ դուք համեմատում եք, ասենք օրինակ 16, 17, 18, 20 տարեկաններին, թեկուզ 26, 27, 28 տարեկանների հետ, իրենց տարբերությունը աշխարհայացքային, ինչպես են իրենք նայում կյանքին, ինչպես են իրենք արժևորում իրենց կյանքը, հանրային կյանքը, աշխարհի հետ կապերը, նրանց փոխհարաբերությունները, էական շատ լուրջ տարբերություններ կան, շատ էական լուրջ տարբերություններ կան եւ այս սերունդը մի քիչ իմ համար արդեն անպատկերացնելի է, որ կարող է ապրել այնպիսի պայմաններում, ինչպիսին որ մենք ապրում էինք, ասենք 90-ականների եւ 2017-18 թվերը մինչեւ։ Մարդու ազատությունը սահմանափակման։ Այո, դա ընդունված է անվանել լայն, այսպես ասած, եզրով հարկադիր ենթակայական համակեցություն, երբ որ մի խումբը ունի իշխանություն եւ փող եւ մնացածին ինքը այդ իշխանությամբ եւ փողով հատկացաբար պահում է ենթակայական կարգավիճակի մեջ։ Այսօր մեր հասարակությունը կարծեք թե անցում է ուզում կատարել դեպի մրցակցային եւ համագործակցային համակեցության։ Իսկ այս թեմաները ինչքանով հետաքրքիր են հասարակության կամ նրա կարիքներից են բխում։ Եվ նայեք, երբ որ հասարակությունը փոփոխվում է, չի կարող նրա մի մասը փոխվել եւ մի փոքրիկ մասը չփոխվել։ Խոսքս վերաբերվում է եկեղեցուն։ Եկեղեցին մեր հասարակության մի մասն է։ Հատկապես Հայաստանում գործող եկեղեցին, ինչի համար, որտեղ մարդիկ այցելում են եկեղեցի, մարդիկ գործ են ունենում եկեղեցու հետ եւ գաղտնիք չի, որ այս եկեղեցին ինքը լինելով տարբեր պետություններում ստիպված է ինքը միշտ հարմարվել այդ պետությունների, ասոր ասած, կանոններին, հա, եւ այդպես է եղել նաեւ սովետական միության շրջանին, եւ մեր եկեղեցին դարձել է սովետական եկեղեցի։ Ինքը բառզբուն իմաստով սովետական տիպի եկեղեցի է, այն իմաստով, որ եկեղեցու ամբողջ այդ անձնակազմը ինքը չուներ ինքնուրույնություն, ոչ հավատք կար սովետական միությունը կրոնը ըստ էության արգելված էր, մարդիկ չէին կնքվում, ինքը շատ խորհրդանշանական մշակութային խորհրդանշանային դերակատարում է ունեցել, ինքը կրոնական հավատքի ոլորտի դերակատարում չունեցել։ Եվ դրանով կարելի է նաև բացատրել այն, որ եկեղեցի հայտնվել են մարդիկ շատ հաճախ ծառայողներ, որոնք որ իրենք էլ առանձնապես հավատքի հետ այդքան մոտ չեն եղել, հա, կամ շատ տենց, այսինքն ասեմ ձեզ շատ լուրջ հումորային ֆոլկլոր կա սովետական միությունում, քահանաների, մյուսների վարքի եւ այլն։ Եվ ըստ էության այդ վարքաբանությունը կարծեք թե շարունակվում է եւ ինքը իր ներսում պետք է փոփոխություն կրի, այսինքն մի քիչ ավելի ծանր մեղադրանքներ են հնչեցում քաղաքական իշխանության։ Նաև բնականաբար դա չէր կարող այդպես չլինել, հասկանում եք, սովետական միությունում նույնիսկ դասախոսներն էին, այսպես ասած, KGB-ի կողմից վերահսկող, եթե նրանք նույնիսկ գործակալ չէին, համենայն դեպս համագործակցում էին, իրենք ցանկացած մեկը, հա, ասենք օրինակ ցանկացած հաստատությունում, օրինակ ասենք ակադեմիական որևէ ինստիտուտում, չէ, կամ կուրսում, ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում եւ մենք ասենք գիտեինք, որ մեր կուրսում 3-4 գործակալ կա, որոնք որ համագործակցում են եւ
ասենք բաների հետ, հա, KGB-ի հետ, այսպես ասած։ Ես ազգային անվտանգություն չեմ ասում, որովհետև KGB-ն այդ ոչ միայն հաստատության անվանումն է, այլ դա նաև ամբողջ բովանդակությունն է ներկայացնում։ Եվ այսօր երբ որ մենք ասում ենք ազգային անվտանգության ծառայություն եւ ասում ենք KGB, դրանք տարբեր բաներ են։ Մեր ազգային անվտանգության ծառայությունը իր մեջ ունի KGB-ական էլեմենտ, հա։ Եվ այդ KGB-ական էլեմենտի որոշ բաներ կապված են նաև եկեղեցու հետ, որովհետև չէր կարող այդպես չլինել, հասկանում եք, եւ այդ նաև այդ կապերը ես ինքս չեմ կարող այդպես հստակ փաստարկել, բայց դատելով դաշտում եղած խոսակցություններից, մեղադրանքներից հնչող բանի, ես մտածում եմ, որ այդ մեղադրանքները օդի մեջ չեն, որովհետև հաշվի առնելով մեր պատմական անցյալը որոշ եկեղեցիականներ դա նկատի։ Հա, չի կարող այդպես չլինել պարզապես։ Եկեք անկեղծ լինենք, հա, չի կարող այդպես չլինել։ Որովհետև մենք ունենք այդ սովետական անցյալի պատմությունը եւ շատ եկեղեցին նույնպես ունի այդ պատմությունը եւ դրանից մաքրվել է պետք։ Մեր պետությունը հիմա դրանից մաքրվելու փուլում է։ Ոնց հարաբերվել այդ process-ը։ Որովհետև տեսեք, մենք ունեցել ենք նախագահներ, երկրի պրեզիդենտի մակարդակով իրենք չեն եղել ինքնուրույն։ Հիշեք Սերժ Սարգսյանի 2013-ի սեպտեմբերի 2-ին թե 3-ին խայտարակ բանը, չէ՞, որ գնաց Մոսկվա, մինչև այդ ինքը Եվրոմիությանը ինտեգրման հսկայական process են անցնում, մենք էլ որպես քաղաքացիներ մտածում ենք, որ Հայաստանը ոնց որ թե կարող է ինքնուրույն քայլեր անել, գնաց մեկ օրում Պուտինը ուղղակի իրեն նստացրեց եւ ստիպել տվեց, որ ստորագրի։ Հրաժարվեց, չէ՞, նա մտավ այդ Եվրասիական Մաքսային միություն հետո ԵՏՄ։ Հա, այսինքն մեկ օրում ոնց կարող է մարդը փոխել։ Ուրեմն այդ մարդը ինքնուրույն չէ, ինքը նույնպես այդ կախվածությունը շատ հստակ երևում է, հա, նույնը ասենք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ որ ընդամենը 100 միլիոն այդ գույք պարտքի դիմաց է, թե ինչ է, չէ՞, որ 100 միլիոնի դիմաց ամբողջ երկրի ռազմավարական կառույցները վաճառեց Ռուսաստանին, հա։ Այսինքն սրանք ցույց են տալիս, որ եթե նրանք նույնիսկ անմիջական գործակալներ չեն եղել, նրանք ամեն դեպքում եղել են ենթակայական վիճակում ռուսական այդ նեոգաղութատիրական ինչ-որ sense բանի մեջ է, ազդեցության տակ է գտնվել Հայաստանը, եւ այսօր Հայաստանը այդ նեոգաղութատիրական ազդեցությունից դուրս գալու շանս ունի զուտ այն պատճառով, որ Ռուսաստանը թուլացել է։ Այսինքն սա ինչ է նշանակում, էլի, շատերը սա նշանակարծում են բանը, կամ կամի ձևով են մոտենում այս հարցին, էլի, կամ մենք Ռուսաստանի տակ ենք, կամ արևմուտքի, չէ, այդեն կոպիտ ասած, բայց սա այդ վիճակը չի, հասկանեք, սա փորձ է, որ մեր պետությունը պահպանելով նաև Ռուսաստանի այդ հարաբերությունները, այնքանով ինչքանով որ ինքն է ցանկանում, այնքանով որ ինչքանով ինքն է նպատակահարմար համարում իր զարգացման համար։ Մինչև հիմա մենք Ռուսաստանի այդ հարաբերությունները մենք չենք որոշել ինչպիսին պետք է լինի։ Ռուսաստանն է որոշել եւ մեր փոխարեն ինքը նաև որոշել է թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները այլ երկրների հետ։ Ընդհանուր մինչև զենք ձեռք բերել է եւ մենք տեսանք թե այդ կախվածության այդ վիճակը, նեոգաղութային վիճակը ինչ ծանր հետևանք ունեցավ մեր համար։ Մենք չունեինք անհրաժեշտ զինվածության բանակ եւ այդ բանակը պարզապես չուներ այն պատրաստվածությունը, որպեսզի պատերազմ վարեր։ Հիմա մենք ուզում եմ ասել, որ այս գործընթացի մի մաս եմ ես որպես դիտում եկեղեցու հետ ու պետության հետ կատարվող այս ցնցումները, հա, թե չէ մնացածը ով քանի պատարակի գնաց, ով որտեղ առանձին պատարակ արեց, սա զուտ տեխնիկական մասն է։ Իսկ մեղադրանքը այն մասին, որ ազգային արժեքներ ոտնահարվում են, հայի ինքնության դեմ պայքար է իշխանության կողմից։ Դրանք դատարկ խոսակցություններ են, բառից բուն իմաստով դատարկ խոսակցություններ են, որովհետև ոչ մի ազգային արժեք էլ չի ոտնահարվում։ Ես ասի, եթե մարդը մոտենում է խնդրին այն պատմության դիրքից, ինչ պատմություն, որ անցել է եկեղեցին սովետական միության մեջ եւ ինչ կապեր, որ կարող են լինել եւ ինչ, այսպես ասած, ենթակայության վիճակում ինքը կարող է գտնվել եւ այդ ենթակայության վիճակից եկեղեցին դուրս բերելու process է գնում ըստ էության, հա։
Եվ ես էլի եմ ասում, չէր կարող եկեղեցին խուսափել այդ process-ից, որովհետև եթե պետությունը ամբողջ այդ գործընթացի մեջ է, չի կարող ամբողջ մարմնի մեջ մնալ մեկը, որը որ այդ գործընթացից պետքա դուրս գա։ Ուզում է ազգային արժեքներով ինքը փաթաթի իրեն, քողարկվի դրա տակ, պահկվի դրա տակ, ինչի տակ ուզում է պահկվի, դա հնարավոր չի։ Հասկանաք, process-ը, որը որ պետքա ամբողջ երկիրը իր բոլոր ինստիտուտներով, այդ թվում նաև եկեղեցական ինստիտուտներով, կրոնական ինստիտուտներով անցնել, որովհետև կրոնական ինստիտուտները մեր երկրի մեջ են գտնվում, եւ դրանք մեր երկրի մի մասն են, եւ դրանք պետք է պատկանեն մեր երկրին, այլ ոչ թե ուրիշ երկրի հետ ինչ որ կապերի մեջ լինեն, դրանից ազդվեն, խոսքը դրա մասին է։ Եվ եթե գնում է այդ մասին խոսակցություն, որ եւ դրա մասին արդեն բաց խոսակցություններ են գնում, ուրեմն մենք պետք է այնպես անենք, որ այդ կասկածները դուրս գան, այսինքն եկեղեցին պետք է ազգայնացվի։ Հապտի դառնա մերը եւ այդ դեպքում իսկական ազգային արժեքային դաշտում ինքը կհայտնի։ Թե չէ ինչպես եք տեսնում ազգային արժեք, որի մասին կան կասկածներ, որ ինքը, ասենք, կամ հայտնվում են այնքան արդեն կասկածներ, որ սկսում ես մտածել հակափաստարկներ էլ չկան եկեղեցու կողմից, որովհետև եթե բերվում են մեղադրանքներ, ինքը պետք է բերեր հակափաստարկներ։ Ոչ մի հակափաստարկ այդ բոլոր մեղադրանքներն ինչեւ հիմա չի հնչեցվել։ Եթե չի հնչեցվել, նշանակում է ինչ որ մի բան այնպես չի, չէ՞։ Հիմա խնդիրը հետեւյալն է, ոնց կարա լինի ազգային արժեք մի բան, որի վրա կասկած կա, որ ինքը ոչ թե քո պետությանն է ծառայում, այլ ուրիշ պետության։ Պարոն Թադևոսյան, ես չէի ասի բոլորը, բայց կան այնտեղ մարդիկ, որոնք ծառայում են, թեկուզ Ռուսաստանի թեմի առաջնորդը, չէ՞, որի անունը այդքան բան է, հոլովեց, չէ՞, շրջանառվեց։ Ասում էր կեղծ է ին վերաբերյալ փաստը։ Հիմա կեղծ է, կեղծ չէ, ակնհայտ է, որ բաներ են կատարվում, որ իր դիրքորոշումը ըստ էության շատ հարցերում ավելի ռուսամետ է, քան հայամետ, հայաստանամետ, չասենք հայամետ, որովհետև հայությունը շատ, այսպես ասած, բան է, սփռված է եւ սփյուռքներ մենք ունենք, բայց այստեղ մեր համար մենք նաեւ պետք է հասկանանք, թե որն է ամենակարևոր արժեքը նաեւ ազգային տեսանկյունից, պետությունն է ավելի կարևոր, թե տարբեր տեսակի սփյուռքյան գաղթօջախները։ Ես կարող եմ ասել վստահաբար, որ հարց է հիմա դրված։ Ընտրության հարց չկա դրած, բայց նաև որոշ կենտրոններ կարող են վերջին հաշվով որոշ սփյուռքյան կենտրոններ, հատկապես ես ռուսական սփյուռքը նկատնում, կարող են նաև այդպիսի հարցեր դնել, որովհետև ռուսական սփյուռքում կան այնպիսի, ասենք, ազդեցիկ մարդիկ, որոնք որ իրենք ավելի շատ ծառայում են Ռուսաստանին, քան Հայաստանին։ Խոսքը փողատերերի մասին, որովհետև Ռուսաստանում չի կարող մարդ լինել հարուստ առանց, այսպես ասած, որոնց պոչը պետության տակ չէ, այսպես ասենք։ Պետություն ասելով էլ նկատենք ավելի բան, որովհետև քանի որ Ռուսաստանը ավտորիտար պետություն է եւ այնտեղ առանձին, այսպես ասած, բաներն են, այդ ավտորիտար համակարգի առանձին դեմքերն են ամեն ինչ որոշում, իրենց ծառայություններով ամեն ինչով, հա, այնպես որ ես կարծում եմ, որ այս process-ը այդ լայն մի գործընթացի մի մաս է, որը որ ճիշտ է, կարող է որ հասկանեք ամենաթույլ տեղն է մարդկանց, հատկապես նրանց, ովքեր որ հավատացյալ են կամ եթե նույնիսկ հավատացյալ էլ չեն, բայց եկեղեցու հետ կապված, չէ, ծիսական ցանկացած ընտանիք էլ ինչ որ ծիսահարողակարգային ինչ-որ մի բանով կապված է եկեղեցու հետ եւ իր համար ազգայինի կարևոր, այսպես ասած, բաղադրիչներից է, խորհրդանշական բաղադրիչներից է եկեղեցին եւ բնական է, երբ որ դուք կպնում ես բազային արժեքին մարդու, մարդը պետք է դրա համար շատ մեծ անհանգստություն ապրի։ Գնանք, իսկ ինչպես անել, որ ոչ թե եկեղեցին որպես ինստիտուտ դառնա քաղաքացիական պայմանագիր կուսակցության կցորդը, ինչի մեջ նա մեղադրվել է ՀՀԿ-ի կցորդ լինելու մեջ, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուսների, այսինքն մենք խուսափենք եկեղեցու կուսակցականացումից, մի ծայրահեղությունից չգնանք այլ մյուս ծայրահեղություն։ Այդ շատ կարևոր բան եք ասում, շատ բարդ բան է լինելու, դա կախված է մի քանի գործոններից։ Նախ, եթե հիմա այդ ամբողջ գործընթացը տանում է վարչապետը, ապա եթե իրոք նա այդպես ասենք մտահոգված է եկեղեցական ինստիտուտը, այսպես ասած, հայաստանացնելու խնդրով,
ապա ինքը պետք է այդ խնդիրը գիտակցի եւ գիտակցաբար խուսափեն ապա քաղաքականացնելուց։ Երկրորդը դա կարած չլիներ, եթե եկեղեցին ինքը այդ գործը վերցներ իր վրա եւ ինքը սկսեր այդ տիպի գործընթաց առանց քաղաքական որևէ կուսակցության միջնորդության, բայց չի լինում այդպես հասկանալի պատճառներով, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ շահագրգիռ են այդ երևույթը ինքնամաքրման գործընթացի, այդ մարդկանց ոնց որ տարիների ընթացքում եկեղեցու այսօրվա ղեկավար կազմը հերացնել է, մեկուսացնել է, չէ, ասենք կամ կարգալույծ է արել, կամ իրեն թեմի առաջնորդներ կան, թե ինչեր կան, այդպես ոնց որ չեզոքացրել են, որ այդ մարդիկ չկարողանան ազդեն այդ ներքին խմբակի, որը որ հենց այդ բանն է, որը մեղադրվում է հենց այդ բանում, այդ խմբակի գործունեության վրա։ Այսինքն եկեղեցին ինքը իր ներսից մաքրվելու ներուժ չուներ եւ նրան արտաքին միջամտություն էր պետք։ Եվ հիմա ամբողջ բանը էլի շատ սուբյեկտիվ, այսպես ասած, անձանց վրա է թողնված։ Եթե այդ անձինք այնքան գիտակից են, որ կհասկանան, որ այս գործընթացը այնպես պետք է անեն, որ եկեղեցին պարզապես դառնա անկախ կրոնական կառույց, պետությունից անկախ եւ արտաքին ազդեցություններից ազատ, ապա մենք կունենանք իրոք ազգային հայաստանակենտրոն եկեղեցի։ Եթե այդպես չեղավ, մենք էլի ունենանք քաղաքականացված կառույց, որը որ շատ վատ կլինի։ Իսկ Հայաստանակենտրոնը այսօր ինչ է նշանակում։ Տեսեք, օրինակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, երբ որ այս հարցին պատասխանում են, օրինակ ասում են բարձրաստիճան եկեղեցականներ, կաթողիկոսը կամ մյուսները պետք է չանեն այնպիսի հայտարարություններ կամ գործունեություն չծավալեն, որ պետական արտաքին քաղաքականությանը հակասի, օրինակ Արցախի հայերի վերադարձի հարց են դնում, չգիտեմ, համաժողովներ եւ այլն, մինչդեռ մեր ասես քաղաքականությունը այդ մասին չի, այդ էջը փակելու մասն է, կամ որոշ իշխանականներ նրանց մեղադրում են տարածքային պահանջներին հարող այսպես բովանդակություն բարձրացնելու մեջ, մինչդեռ ասում են դա մեզ վտանգում է եւ այլն եւ այլն։ Ընդդիմությունն էլ իհարկե իր վերապահումներն ունի, նա էլ ասում է, որ եկեղեցին պետք է անմասն չմնա, այսպես ազգային խնդիրների մասին խոսելու հարցից, չգիտեմ, սահմանազատում կլինի, եթե վտանգավոր բան կա, պետք է խոսի, այն ինչպես գտնել ոսկե միջինը բարձրացնել։ Նախ պետք է հասկանալ կան ամեն դեպքում սահման ազգայինի եւ պետականի միջեւ։ Եթե մենք խոսում ենք ազգայինի մասին, պետականը ազգայինի մի մաս է եւ ազգայինն էլ պետականի մի մաս է, դրանք շատ միաձուլված են, բայց եթե մենք խոսում ենք թե ինչպես պետք է Հայաստանակենտրոն դա։ Հա, ինչպես պետք է Հայաստանակենտրոն դառնա։ Խնդիրը նայեք ինչումն է, էլի առաջին հերթին պետք է եկեղեցին լինի մաքուր կրոնական կառույց։ Այսինքն դա ասել, որ եկեղեցին պետք է խառնվի, չպետք է զերծ մնա ազգային հարցերից, ես այդտեղ եմ ասում, ազգայինի եւ պետականի միջեւ հստակ սահման կա։ Ազգայինը քաղաքական գործերի մեջ պետության չպետք է մտնի, եթե եկեղեցին ազգայինի դաշտում է գործում։ Ազգային ասելով ավելի շատ պետք է հասկանալ այդ դեպքում մշակութային այն ընդհանրությունները, որոնք որ Հայաստանում ապրող հայությանը եւ Սփյուռքի տարբեր մասերում ապրող հայությանը միավորում են մեկ, այսպես ասած, որպես մեկ ընդհանուր ինքնագիտակցություն կրող էթնիկական հանրույթ, հա, հայկական ինքնագիտակցություն կրող էթնիկական հանրույթ։ Մենք իդեպ շատ տարբեր ենք իրարից, հա, ասինքն եւ չգիտեմ մերձավոր արևելքում ապրող հայերը Ֆրանսիայում, Եվրոպայի տարբեր երկրներում կամ Միացյալ Նահանգներում, Լատինական Ամերիկայում, Ռուսաստանում ապրող հայերը դրանք շատ տարբեր արժեքներ կրող մարդիկ են, բայց նրանց բոլորին միավորում է հիմնականում ընդհանուր ծագում ունենալու այդ գաղափարը։ Մարդը կարող է ընդհանրապես հայերեն չխոսել, ընդհանրապես իր տանը ոչ մի հայկական բան չկա, բայց ինքը գիտի, որ ինքը իր նախնիները հայ են եւ դա իր մոտ հայկական ինքնագիտակցություն է բանում։ Եվ ինքը կարող է գնալ, ասենք, չգիտեմ, ամեն շաբաթ կամ տարին մեկ գնալ հայկական ինչ-որ եկեղեցի կամ հայկական ինչ-որ մի միջոցառման։ Ուզում եմ ասել, որ կա սահման ազգայինի եւ պետության, եւ պետությունը դա ավելի շատ քաղաքական
որը գործունեություն իրականացնող հասարակության քաղաքական, այսպես ասած, պահանջները եւ կազմակերպվածությունը ռեալիզացնող կառույցն է եւ եկեղեցին քաղաքական կազմակերպվածության հետ կապ չունի ընդհանրապես, հա, եւ ինքը չպետք է մտնի քաղաքական դաշտ։ Իսկ կարևոր հարցերի շուրջ նույնիսկ կարևոր հարցերի շուրջ եկեղեցին որպես ինստիտուտ, կրոնական ինստիտուտ, երբ որ ինքը խախտում է, ինքը մտնում է քաղաքական դաշտ։ Տեսեք, Միացյալ Նահանգներում կան տարբեր, չէ, ասենք եկեղեցական կառույցներ, կամ նույն Ֆրանսիայում, կամ նույն Գերմանիայում, կամ նույն Իտալիայում, հա, ասենք ցանկացած երկիր վստեք, եթե այդ երկիրը աշխարհիկ երկիր է, ժամանակակից երկիր է, այդտեղ եկեղեցին չի մտնում պետության գործերի մեջ, չի, ասենք Գերմանիայի որևէ բան, չէ, ասենք եկեղեցի, ասենք չգիտեմ, կամ բանը բողոքական կամ կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներ նույնիսկ մենք չգիտենք իրենց անունը, իրենք չեն մտնում արտաքին քաղաքական հարաբերությունների դաշտ, չեն որոշում, ասենք Գերմանիան Ֆրանսիայի հետ ինչպես պետք է հարաբերվի, կամ ասենք Հունգարիայի հետ, կամ չգիտեմ Լեհաստանի հետ, ինքը իր գործն է կատարում։ Հա, նույնը պետք է մեր եկեղեցին լինի։ Մենք ուղղակի շատ մեծ տեղ ենք տվել եկեղեցուն, որովհետև ուղղակի չենք ունեցել պետություն եւ մենք սովոր չենք պետության արկայության պայմաններում ունենալ եկեղեցի։ Եվ մեզ թվում է, որ եկեղեցին ինքն էլ սովոր չէ։ Իրեն թվում է, որ երբ որ սովետական միությունը քանդվեց եւ իրեն ինչ որտեղ իրավունքներ վերականգնվեցին եւ ինքը իրեն թվում է, որ ինքը նաեւ իրավունք ունի միջամտելու քաղաքական խնդիրներին։ Այդպես չէ։ Եվ ինչքան էլ ուզում է ինքը ազգային կառույց լինի, կա այդ սահմանագիծը, մենք հստակ պետք է հասկանանք, որ այս սահմանից այս կողմ կրոնական հարցերն են, այս կողմ աշխարհիկ պետական հարցերն են։ Եվ եկեղեցին պետական հարցերի մեջ խառնվելու ուղղակի իրավունք չունի։ Շատ լավ, որպես նաև ամփոփիչ հարց։ Ինձ կարող է շատերը իմ հետ չհամաձայնվեն, բայց ես կարծում եմ, որ այդպես է, եթե մենք ուզում ենք ժամանակակից պետություն կառուցել, եթե մենք ուզում ենք, որ այդ պետությունը զարգացող պետություն լինի, ապա եկեղեցին չպետք է մտնի ոչ կրթության ոլորտ, ոչ տնտեսության ոլորտ, ոչ քաղաքականության ոլորտ, այսինքն ես որ ասեմ չպետք է մտնի քաղաքականության ոլորտ, ես նկատի չունեմ միայն քաղաքականության ոլորտ, հա, պետական, որտեղ կրթությունը նույնպես պետական գործ է, ժամանակակից պետություններում կրթությամբ զբաղվում է ոչ թե եկեղեցին, այլ պետությունը, այդ մինչ արդիական պետություններում է, որ դպրոցները կից էին եկեղեցիներին, համալսարանները կից էին եկեղեցիներին եւ շատ դեպքերում եկեղեցիների կազմում էին գտնում, բայց աշխարհը առաջ է գնացել, աշխարհը դուրս է եկել այդ փուլից եւ մենք այդ աշխարհի մասը կազմելու համար պետք է շարժվենք այդ աշխարհի օրենքներով։ Այո, եկեղեցին պետական կներեք ազգային կառույց է, բայց ազգային դա չի նշանակում, որ եկեղեցին պետք է մտնի պետության գործերի մեջ եւ միջամտի պետության գործերին, որովհետեւ դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, հա? Քաղաքականություն դա պրոֆեսիոնալիզմ է եւ քաղաքականությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալներ։ Ուրիշ բան, որ այսօր մեր մոտ այդպեսին չէ, բայց մենք գնում ենք դեպի դա, չէ՞, որպես եթե մենք ուզում ենք գնալ դեպի դա, ապա մենք պետք է քայլ առ քայլ այդ կանոնները, այսպես ասած, ժամանակակից պետության ձևավորման պահպանենք։ Մի հարց էլ որպես ամփոփիչ տեսեք, իսկ եկեղեցին հոգևորականությունը անկախ այսօրվա իդեպ այս իրադրությունից, ինչպիսի վերաբերմունք կամ մասնակցություն պետք է ունենա հասարակության արժեքային ձևավորմանը, այսօր կան եւ պրոգրեսիվ հայացքներ ունեցող հոգեվորականներ, կան նաեւ այնպիսիք, որոնք ասում են ժողովրդավարությունը վատ բան է, մարդու իրավունքները վատ բան է, այսինքն ակնհայտորեն հետադիմական, հա, հայացքներ եւ ընդհանրապես սահմանադրության ոգուն հակասող հայտարարություններ կարող են անել, բայց նշեցի նաեւ ավելի պրոգրեսիվ հոգեվորականներ կան, որոնք համարում են, որ ավելի լայն պետք է եկեղեցին բացի իր թևերը, հա, ափը հասարակության համար, ես այս հարցով տարբեր կարծիքներ եմ լսում, որ այն հասարակությունը, որտեղ գերիշխող եւ թելադրող է արժեքային համակարգում, դա, այսպես ասենք, որոշակի խնդիրներ է առաջացնում, որովհետեւ լինելով պահպանողական, այսպես կառույց, ինքը հասարակության ուղղորդում է քաղաքական այդ հոսանքին զուգահեռ մեր պարագայում դուք ինչ եք տեսնում։ Այք
այստեղ նույնպես ամեն շատ հստակ է, էլի։ Եկեղեցին ավանդական պահպանողական կառույց է, որը որ ժամանակակից աշխարհում ինքը պետությունից անջատ է։ Հա, անջատ է նաև քաղաքական հասարակության քաղաքական մարմնից, որտեղ հասարակությունը ունի իր քաղաքական մարմինը։ Հա, այսօր մեր հասարակությունը քաղաքական առումով ձգտում է դեպի ժողովրդավարություն։ Ինչի համար։ Ինչ է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը դա կառավարման ձև է, որի հիմքում ընկած է ոչ թե ընտրյալության սկզբունքով ընտրել իշխաններին, այլ ընտրողության։ Ընտրյալությունը նա է, որ Աստծու կողմից է մարդուն տրված իր իշխանավոր լինելու շնորհը, հա, ասենք ազնվական է, թագավորական ցեղից է եւ այլ եւ այլ։ Աշխարհում այդ տիպի կառավարման համակարգը մնացել է անցյալում։ Եվ եթե իս ժողովրդավարությունը ինչ սկզբունքով է կառավարվում, հա, ժողովրդավարությունը տալիս է ընտրելու իրավունք, հնարավորություն նաև ընտրվելու, չէ, մրցակցության միջոցով դառնալու էլիտա, այն մարդկանց քաղաքական էլիտայի մասին է, կառավարող վերնախավ, այն մարդկանց, ովքեր որ մրցակցության մեջ ցուցաբերում են իրենց ունակությունները, խոսում են, ցույց են տալիս մարդկանց, մտքեր են արտահայտում, գործ են անում, քաղաքական իրենց գործունեություն են ծավալում, մարդիկ էլ տեսնում են, հասկանում, որ այս մարդը լավ կառավարելու հատկություններ ունի, իրեն են ձայն տալիս, հա։ Հիմա եկեղեցին էս առումով որևէ գործ չունի այդ համակարգի հետ, հա, որովհետև եկեղեցին ծառայում է այն մարդկանց, ովքեր որ հավատացյալ են։ Այսինքն հասարակության մի հատվածը կարող է չհավատալ։ Հիմա եկեղեցին ինչ գործ ունի այդ մարդկանց հետ։ Ոչ մի գործ։ Իր գործը հավատքի ու կրոնի ոլորտն է, հա։ Ես էլ եմ ասում, եթե մենք ուզում ենք ժամանակակից պետություն կառուցենք, ոչ թե մնանք համայնքի մակարդակի ազգ։ Հա, որտեղ մենք մինչև հիմա համայնքային մակարդակում ապրող ազգ ենք։ Եվ մենք մեր պետությունը նույնպես ընկալում ենք որպես մի այդ եղած բազմաթիվ գաղթօջախներից մեկը։ Մենք շատ դեպքերում մարդիկ կան, որոնք որ խոսում են այդ ազգայինի այդ ընկալումից, հա, ասենք Ռուսաստանից են հնչում տենց ինչ որ ձայներ, չէ, այնտեղ փող աշխատած Ռուսաստանում լավ հարմարված, առողջ ապրող, բայց ազգայինի մասին հերվից լավ խոսացողներ կան, չէ, տենց այդ մարդիկ չեն էլ պատկերացնում, իրենք նույնիսկ այդ կրթվածության մակարդակը չունեն, որ հասկանան ինչա նշանակում պետություն եւ ինչա նշանակում ազգ։ Մի հատ էլ այդ մարդկանց կանգնեցեք եւ հարցրեք, թող մի հատ ազգի ձևակերպումը տան իրենց։ Ու դուք կհասկանաք, որ այդ մարդիկ բառեր են ասում, բայց դրա տակի բովանդակությունը նույնիսկ չեն էլ ընկալում ինչ բովանդակություն են դրա տակ դնում, հա։ Իրենց ազգի ընկալումը երևի 4-5-րդ դարերի ազգի ընկալման կամ ասենք 17-18-րդ դարերի ազգի ընկալման մակարդակի է։ Նույնիսկ 17-18-19-րդ դարերում հայկական հումանիտար հասարակագիտական միտքը, ինտելեկտուալ միտքը արդեն դա հաղթահարել էր շատ դեպքերում։ Այնպես որ եթե գանք ձեր հարցին, եկեղեցին քաղաքականության հետ եւ քաղաքական լայն առումով հասարակության արժեքների հետ ինքը գործ չունի։ Իր գործը միայն կրոնական արժեքների հետ է, որովհետև եկեղեցին բացառապես կրոնական կառույց է եւ ինքը իրականացնում է մարդկանց հաղորդակցությունը, այսպես ասած, վերին ուժերի հետ, հա, ով որ հավատում է Աստծուն, ինքը իրականացնում է այդ մարդկանց եւ Աստծո միջև կապը։ Իսկ մարդիկ կան, որոնք որ կարող է եւ չունեն այդ հավատքը։ Մարդիկ կան եւ դա նորմալ է կնեք։ Այո, մարդիկ կան, իրենք մտածում են, որ ես կարող եմ գնալ որպես մշակութային արժեք, որտեղ շատ հայեր եկեղեցուն մոտենում են հենց իր սիմվոլիկ արժեքի տեսանկյունից, ոչ թե խիստ կրոնական հավատքի տեսանկյունից, հա։ Եվ իրենց համար կարևոր է ընդամենը տարվա մեջ 3-4 ծիսական արարողության մասնակցելը, Զատկի ծեսին մասնակցելը, Սուրբ Ծնունդի ծեսին մասնակցելը, եւ ինքը դրանով է մշակութային քրիստոնյան է։ Այո, ավելի շատ քրիստոնեությունը վերահացվել մշակութային էլեմենտի, քան խորը կրոնական երևույթի, հա։ Հիմա եկեղեցին այդ առումով ինքը
քանի որ կրոնական հավատքային ծառայություն իրականացնող կառույց է, ինքը պետք է մնա իր ոլորտում եւ իրականացնի կրոնի հետ կապված իր ծառայությունը։ Այսինքն եկեղեցին ինստիտուտ է, որը ծառայություն է իրականացնում։ Ինքը ի սկզբանե այդպես է ստեղծվել, ոչ թե ասենք ինքը այնպեսի մի բան է, որը որ մեր վրա պետք է իշխի, հա, ինքը կառավարություն չի, պետություն չի, իրեն չենք տվել մենք որպես պետություն քաղաքական մարմին մեր վրա իշխելու այդ լիազորությունը։ Ինքը հիմա խորհրդային միության փլուզումից հետո մտածել է, որ կարող է նաև այդ անել միգուցե։ Խորհրդային միության փլուզումից հետո ինքը այդ էլ չէր անում։ Իրեն ով կթողեր տենց բան անել։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր որ ավտորիտար, այսպես ասած, բան ունեին, ազդեցություն ունեին, եկեղեցում դրել էին մի անկյունում եւ տալիս էին իրան հնարավորություն, ոնց որ ասած, այդ եկեղեցու ղեկավար կազմին էլ ոնց որ արտոնյալ դիրք էին տվել ապրելու։ Դրա համար ինքը հարմարվել էր այդ համակարգին։ Հիմա շատ բան է փոխվում եւ իր համար էլ այդ վերնախավը դժգոհություն ունի շատ դեպքերում իր այդ վիճակից։ Դրա համար էլ կարծեք թե ընդհանուր առմամբ ըստ տիպի իրավիճակ է առաջացել, բայց ես հույս ունեմ, որ մենք այս իրավիճակը կհաղթահարենք եւ կարգավորվի։ Մենք զարգացող պետություն ենք, մենք պետք է հասկանանք, որ մենք քաղաքացիական, արդիական, ժամանակակից պետություն ենք կառուցում եւ մեր համար կարեւորը մեր պետությունն է եւ եկեղեցին այդ պետության մեջ պետք է ունենա իր տեղը։ Եվ այդ տեղը պետք է լինի բավականին համեստ, այսպես ասած։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Աղասի Թադևոսյանին։